Վերջ, վաճառեցի։ Վաճառից։ Երևի մեքենան է վաճառել, վաղուց ուզում էր նորն առնել։ Բրծա ես տնից, բրծա։ Տնից։ Նոյը զանգում է, հրավիրում է, զրուցում է, ուզում է։ Իդ ոնց է տենց լնում։ Քեզ ինչ։ Տենց։ Հա կարող է մի քիչ անտակտեր, բայց երևի խանդում է։ Լավ էլի վել։ Այդ առնաֆեն քեզ դուր է գալի, չէ։ Ես երեք մի քիչ կոպիտ արձագանքեցի։ Հա, նկատեցի։ Էսի եգիպտական բուրգեր սարքել։ Դելա բացատրում, այս սող շորերը տանել եմ իմ պատի ընկերուհիներին։ Ենկոմ քաշվի, Ռաֆի։ Դու ոնց որ լավ չես եկում, հա։ Տո դու լավ չես հասկանում, արա։ Դեջիջիլ։ Դեջիջիլի հովանավորներն են։ Imperator Law Firm։ Իմպերատոր Բոնապարտ։ Ինչով կարող եմ օգնել։ Վաթերլոյի պարտությունից հետո ուզում են աքսորել ինձ, կարող եք պաշտպանել։ Իմպերատոր Law Firm, իրավաբանական ցանկացած խորհրդատվությունից մինչև ձեր շահերի պաշտպանություն։ Շնորհակալություն փայլուն աշխատանքի համար։ Մենք կփոխենք պատմությունը։ Ի օգուտ ձեզ։ Հուսիկ, այսօր քո փիսիկը զբաղված էր, ուտելու բան չի պատրաստել։ Աչքս լույս, բա ինչ ենք ուտելու։ Ոչինչ, Vivaldi Catering կպատվիրենք 6 appetizer-ով հավի ու տավարի անուշահամ քաբաբ, հավի ու խոզի ախորժելի խորոված։ Քանի որ կան նոր ընտանեկան փաթեթ 5 հոգու համար, ընդամենը $150։ Փիսիկը հուսիկը գոհա։ Ինձանից։ Չէ, Vivaldi Catering-ից։ 707 771 77 71։ Դու գոհ եք այս մանկապարտեզից։ Այո, շատ գոհ եմ, հատկապես ծնունդից։ Այո, իհարկե, սա։ Քալիկս միշտ ուրախ է գալիս տուն։ Որ գոհ չլինեի կժպտայի։ After school ունի եւ շատ ուրախ ենք, որ դասերը պատրաստած արդեն գալիս են տուն։ Լավագույն գովազդը ծնողի շնորհակալություն։ Racing Star Child Care մանկապարտեզ։ Խնդրեմ, համեցեք։ Այս ինչ փոփոխություններ են ձեր մոտ։ Ինչ փոփոխություն, ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում։ Իսկ Սարան ուր է։ Հա, Սարային հարգելի պատճառներով աշխատանքից Խնդրեմ։ Ինչպես է Սարային աշխատանքից։ Լավ էլի, ախր ինչպես կարելի է, հենց այսօր։ Ես ունեմ նրա կարիքը, գիտեք, ես Սարայի կարիքը ունեմ, ես պիտի կիսվեմ, ես այլևս չեմ կարող պահել այս իմ սրտում խմորումներ կան։ Հասկանում եմ, ես եկել եմ բժշկի մոտ, ես բժշկի ես եմ, միգուցե ինչ կարիք ունեք։ Գիտեք, Սարան հրաշալի խորհրդատու է։ Նա լսելու ընդունակություն ունի։ Ես առաջին անգամ եմ երեք լսում, որ նա լսելու ընդունակություն ունի։ Ընդհանրապես միշտ նա խոսալու մեջ է ճարտար։ Հավատացեք, տարապանքս փորձում։ Սարան հրաշալի ընկեր է։ Եվ հատկապես այսօր ես այնքան ունեի նրա խորհուրդների կարիքը։ Լավ, ասեք, միգուցե ես ձեզ կարողանամ ինչ-որ մի բանով օգնել։ Ասեք, ես ձեզ լսում եմ։ Իսկապես։ Այո։ Լյուդվիգ։ Այո։ Ես սիրահարվել եմ։ Խորը, անդառնալի, այրվող սեր է դա։ Իսկ ում եք այրումից սիրո։ Ինձ, աշխարհին։ Ես այլևս այն չեմ կարող իմ մեջ պահել, այն այրում է ամեն ինչ։ Անտանելի է այն պահել, ես պիտի կիսվեմ, ես պիտի խոսեմ, այն պիտի բխի իմ մեջից, քանի որ այն ինձ այրում է։ Безответная любовь, безнадежная. Лабана твоя, беззаветная. Բարեն ձեզ։ Եկար ակտիվ ջան։ Կուկու ջան, կարոտել էի քեզ։ Կարոտել էր կուկունյայիդ։ Լսի, բայց ո՞նց եղավ որ այսօր եկար։ Լսի, համեն տուն ինչի եկար։ Ընկերոջդ աշխատակիցները թողան, իսկ ծանր ящիկը հոտու չես տեղափոխելու։ Բա կուկու ջան, քեզ տեսնելու առիթը ոնց ձեռքիցս բաց թողնեի։ Դե դու այն նստի, ես քո համար մի հատ սառը հյութ բերեմ։ Համեն հասկանանք
թե իմ քո տուն տեղափոխվելու հարցերը ոնց են անում, երբ են անում, երբ են գալիս։ Վայ Կուկունյա ջան, ոչ մի վայրկյան ժամանակ չունեմ։ Ասեցի գամ մի թաթիկը պաչեմ, ящик վերցնեմ ու գնամ։ Բայց ինչի՞։ Մոռանում ես, որ ես ձելավոյ մարդ եմ։ Շատ կարևոր հանդիպում ունեմ, եթե չգնամ, շատ մեծ կլոր գումար եմ կորցնելու։ Հա, որ այդպես է, գնա, քեզ չեմ կանգնեցնի, մենակ թե ասա, որ ինձ սիրում ես, ու արկղը վերցրու, goodbye, հողաբեր ուղեղի մատաղ, երջոջան։ Oh my God, ես չեմ հասկանում, ես բիձեքը գալիս են Ամերիկա, սաղ գժվում է։ Աշխարհ կանգնի, իջնող կա։ Հերիքա նախանձես, հա? Ավելի լավ է, արի երջոյից օգնենք, ես ծանր արկղը տանենք մեքենան դնենք։ Գիտես ինչ կա, ես ոչ ձեր հավեսումն եմ, ոչ էլ ձեր արկղի։ Թուք մարդասողի, արի երջոջան, արի ես քեզ կօգնեմ, գնանք ես արկղը տանենք, գնացինք։ Գնացինք։ Ոյ, բայ բարի բարի։ Վայ ուժեղ, ես հավատում եմ քո ուժերին, գնացի։ Ինչ ես դծել սրա մեջ, չեմ հասկանում։ Մնում եմ ես մնայի մեջ ուղղակի հարստում։ Այ մամա չա։ Դոդես ես դուզում։ Ոծը, բանստած մենկա, սս բակը լիանա։ Դրանի լավ, սպաս։ Բարև իմ շատ սիրելի ֆոլոուերներ, չնայած նրա մոտ այսօր ես շատ հոգնած եմ, բայց ես պարզապես չէի կարող չկիսվել իմ այսօրվա ուրախության հետ։ Խնդրում եմ, տեսնում եք այս արկղը, այս մեծ արկղը։ Ուրեմն պատմեմ ձեզ պատմությունը ամեն ինչ ինչպես եղավ։ Այսօր իմ աղջիկը, Ստելլոջկան, ասաց, որ ուզում է նվերներ ուղարկել իր Հայաստանի ընկերներին եւ բարեկամուհիներին։ Ինձ այդ միտքը անչափ դուր եկավ եւ իմ մայրիկը, շատ սիրելի մայրիկը եւ նրա boyfriend-ը ներեցեք ձեր անունը։ Անունս Երջանիկ։ Մի խոսքով եւ իմ մայրիկի boyfriend-ը երջանկաբար ամեն ինչ անում է, որպեսզի այս մեծ արկղը նվերներով լի մեկ շաբաթում հասնի Հայաստան։ Մի խոսքով ես անչափ երջանիկ եմ, գիտեք ինչի համար եմ երջանիկ, որովհետեւ ես դաստիարակում եմ շատ ճիշտ սերունդ։ Իմ աղջիկը նման է իր մայրիկին։ Համբուրում եմ բոլորիդ, կարող եք ասել դա իմ ֆոլոուերներին եւ կհանդիպենք։ Ասա Տարեք ես ապերը վերցրու Գնացինք վերցրու երջոջան Ովքեր էին այդ գլադիատորները, դու, արի լասեք, ասեք լետենամ ես ինչ բազարաստը։ Պրոստը ստե մարդ կա, ոնց որ խոսքերով չի հասկանում, պետք է ուրիշ ձև բացատրենք։ Չէ, ստե մարդ կա, իրան դրել է ես իմ տեղ ու չի ջոգում, որ ստերանից վախեցող չկա։ Բա մարդ կա չի հասկանում, որ փխրուն էակների մոտ կռիվ չեն անում։ Ընկեր Դավիթ, սրանք ուր դուց իմանան փխրուն էակն ինչ բան է։ Ոչինչ։ Կռիվ եք ուզում անեք, հələ գնացեք դպրոցի հետև իրար գլուխ բացեք կարող։ Ընկեր Դավիթ, փոխարենը սաստեք տղաներին խորհուրդ տակ, որ կռիվ չանեն, ավելի վատ մտքեր եք տալիս։ Փխրուն էակ դու դուրս տվեք։ Այն շատ էլ ճիշտ ասում։ Թող մի լավ իրար ծեծեն, միսեն էլ գատեին, հա։ Երկուսին էլ հանի ռադանիստեից։ Պապիկ, ես ոնց քո տեղն ես հա լայնացնում։ Չէ, բոլորիս, մինչև սրանց գալը ամեն ինչ օքեյ էր։ Եկել են ամեն ինչ խառնել են իրար։
Ես քո հետ էլ հետո կխոսամ։ Ես քո հետ հեսա հիմա կխոսամ, հələ եկեք դուք ձեզ բացատրեմ ոնց են կռիվանում, որ ոչ մեկ չիմանա դրա մասին ու ձեզ չխանգարի նորմալ։ Սինգապուր, հիմա անգի առաջ։ Դեջիջիլի հովանավորներն են։ Մենք սիրում ենք ճանապարհորդել, սիրում ենք բացահայտել նորը, ստանալ անմոռանալի էմոցիաներ, իսկ այդ հարցում մեզ օգնում է One Day Voyage-ը, ում հետ միասին շրջել ենք ողջ Կալիֆոռնիա։ OneDayVoyage.com այցելիր ու ծանոթացիր One Day Voyage, վճարիր հիշողություններիդ համար։ MXMotors.com Բրատ, լավ սպարտիվկա չկա ուղարկես աղբորը։ Ասում ես քուրիկիդ ինչ ես ուղարկելու։ Ասիր մի շաբաթից ուղարկես, հար վրազ ուղարկի ապիր։ Ում ասես ինչ ասես ուղարկել ես աղբեր, մի բան էլ ինձ ուղարկի։ Ես Արնոն եմ, ուղարկողը նրանք են։ Ship to Arm վերնափոխադրման ընկերություն։ Դու առ, մենք վրազ կհասցնենք տեղ, օդով, ջրով թե ցամաքով։ Լյուդվիգ, դուք եթերային էակ եք։ Բայց ես ամուսնացած եմ։ Այսինքն իմ զգացմունքներն ինչ կապ ունեն ձեզ հետ, Լյուդվիգ։ Դուք զգացմունք ունեք ուրիշ տղամարդու նկատմամբ։ Զգացմունք ունեմ։ Կարծում եք։ Համոզված եմ։ Եթե գեղեցկուհի Սաղն էստեղ լիներ, ես կարծում եմ, որ նա ինձ հրաշալի խորհուրդներ կտար, բայց ես մոլորվել եմ։ Ասեք, ես ձեզ ավելի հրաշալի խորհուրդներ կտամ։ Վստահ։ Վստահ։ Լսեք։ Մոտեցեք դեր տղամարդուն, ձեր սիրտը, փրեք նրա առաջ, պատմեք նրա ձեր զգացմունքների մասին։ Չեմ կարող, ես չունեմ այդ խիզախությունը։ Ինչու՞, չէ՞ որ դուք այդքան գեղեցիկ եք, այդքան սլացիկ, այդքան երաժշտական ու մելոդիկ։ Ցանկացած տղամարդ կերազեր, ձեզ իր կողքը տեսներ։ Այնպես որ գնացեք ու զբաղվեք ձեր զգացմունքներով։ Համոզված եմ նա կհասկանա, հիմիկվա տղամարդիկ սիրում են, որ կանայք են իրենց առաջարկություն անում, են տղամարդիկ էլ չեն մնացել։ Ես գնացի։ Ուր։ Գրոհելու, գրավելու իմ երազանքների տղամարդու սիրտը։ Շնորհակալություն Զարա ձեր հիանալի եւ կախարդական դիմակի համար։ Լայքում ենք։ Դուք շատ ոչային եք։ Այո, կա տենց բան։ Ես չես լսում զանգի ձայնը։ Լսում եմ։ Բա ինչի չես բացում։ Չես տեսնում, որ զբաղված եմ։ Վայ, ես ինչ անգյալ մարդ դուրս եկար։ Այդ իմ մասին ես խոսում։ Քո կարծիքով ես անգյալ եմ։ Ասենք, եթե ես անգյալ լինեի, արդեն 2 ժամ նստած, գիտես քանի հատ կոմենտի եմ պատասխանել, քանի հատ սրտիկ եմ գրել ու ինչքան շնորհակալություններ եմ գրել, ու ես անգյալ եմ, դե բրավո քեզ։ Մեղա։ Խեղճ իմ փեսը։ Ման եկավ գնաց ախորի մեջ էշի ճակատը։ Գնա բաց։ Ահո, Սարա, Ship to Arm-ի սպասիլկա ունենք։ Ոնց, այսքան շուտ։ Բարև ձեզ։ Բարև։ Պանդուխ տախպետ, ես ինչ ես անում ստեղ։ Կներեք, սա իմ նոր տունն է։ Ոնց թե իմ տունն է։ Էսի Լյուդվիգի տունն է։ Կներեք, ես Լյուդվիգի հետ պայմանավորվել եմ եւ արդեն վճարել եմ, որ այսօրվանից ապրեմ այս տանը։ Պահո։ Ուրեմն լավ էի անում, որ այս դուռը չէի բացում։ Դու ինձ բան չունես ասելու։ Ինչ։ Կամեր նորմալ էր, որ ես ու Էլան մենակ դուրս եկան գարաժից։ Դե Բելա, դու ասացիր ուզում էր Էլայի հետ մենակ քայլել, ես ինչ պիտի անեմ։ Ալեքս, դու կյանքում տես չես արել, դու միշտ դուս ես եկել մեզ ճանապարհել ես տուն, միշտ։ Դե մտածեցի, որ Էլան նեղված կլիներ, որ Ռաֆին ջղայնացել էր վրան, ասի ավելի լավ կլիներ մենակով քայլեք, չխանգարեք, գիտես։
Okay, գոնե զանգեր, հարցներ ելան ոնց է, տեղ հասել ենք թե չէ։ Դե ճիշտ ասած, ասի կարող օգնած քնած լինեիք։ Դրա համար չուզեցա խանգարեմ։ Ալեքսին չա փոխվել, քո մեջ ես զգում եմ մի բան փոխվել է։ Դու գիտես, չէ՞ որ ես ուզում եմ իմ ուսումը Բոստոնում լինի։ Ինչ։ Դե դա շատ հեռի է ստեղից։ Ափսոս, որտեղ ինձ թվում է դու իսկական տղամարդ ես։ Վել ես քեզ եմ հասկանում, բայց խնդրում եմ ինձ հավատա, որ այս ճիշտ որոշումն է։ Քեզ Տեր Աստված։ Երջո, ողջ ես։ Լսի, դու ոնց որ բռնավ արի Երջո։ Ստերիկ, բա ոնց ես հայտնվել տարկղի մեջ։ Դու ես բերել, որ թռնեմ գնամ Հայաստան։ Այ բանա ջան, ինչ Հայաստան, ինչ բան, հո դու գիժ ես։ Նեղացնում ես Երջո պապի, ոնց կարող գիժը այսքան բան մտածեր։ Հենց հիմա դուրս արի, գնաց տեղից, քանի մարդ չի տեսել։ Ոչ ոք էլ չի տեսնի, ես պիտի թռնեմ Հայաստան։ Բալիկ ջան, ես չես ասում։ Ուզում ես գործից հանեմ։ Իսկ դու ուզում ես կուկուն իմանա, որ դու իրան խաբել ես, որ հեչել հարուստ մարդ չես։ Ուզում ես իմանա, որ ստեղ բանվոր ես աշխատում։ Չէ, Ստելիկ, չէ։ Կուկուն ես մասին պիտի չիմանա։ Հարց չկա, չես ուզում կուկուն իմանա, չել իմանա։ Կարևորը դու ինձ ուղարկի Հայաստան։ Հեն Երջո, կամ սերդ, կամ էլ ճշմարտությունդ։ Սերես այսօր կկարողանանք հանդիպել, կարաս այդ հավիկին սրես։ Ինձ ոչ մի հավիկից է կուրսի չեմ, ական вообще սով ինձ գրես սերես։ Արա թու էլի Ալեքսի հետ հեռախոսները փող սանգե։ Սերես այսօր կկարողանանք հանդիպել։ Ես SMS-ը բելայից չի, բայց ինչ անշանակում սերես հավիկին ցրես։ Ներողություն եմ խնդրում ձեզ, բերանը չփակեք, ես չեմ կարող եզնագին եզնակի չպատասխանել, մեկ Սարա, ասա, ես քեզ քանի անգամ եմ ասել, իմ աշխատանքի ժամանակ ինձ մի զանգի, հատկապես, որ ես քո զանգին չեմ սպասում։ Ինչ։ Հիմա գալիս եմ։ Բերանը չփակեք, հիմա գալիս եմ։
Ինձ լսես նա աչափ չստեղվիր։ Չեմ կարողանում ցոլին։ Բելանել է նույն բանը ասում, բայց ես ոնց կարամ ինձ հանգիստ պահեմ, երբ այդ երկուսը իրանց տենց են պահում։ Դե ես ալ կհասկանամ, որ ադի նորմալ չէ, բայց դե դղա եմ բիտ գրվին։ Ու ամենավատն է, որ երկուսից ոչ մեկն էլ ինձ չի լսում։ Իրեն քեզի չեն ուզել լսել, միայն շփվել կուզեն։ Կատաղությունից ինձ ուտում եմ, ազնիվ խոսք։ Լավ, էլա, հերիք է քեզի չարչարես, մենք ապամ բրի չի գրնաս փոխել։ Մեկ վարկյան SMS եկավ։ Ինչ եղավ քեզ։ Մաման SMS գրավ, ասել է, որ երկու օրեն Հայաստան մի դերթանք, Տոմսքներ է։ Երանի քեզ։ Գուզես ծրիներում բան մասե, Տոմս արնեն քեզի, հետս եկոր, լավ ժամանակ կանցնենք իրար հետ։ Չեմ կարող, չնայած մեծ սիրով։ Ինչու, աղոր ժամանակ կանցնենք իրար հետ։ Դու գիտես մեր տանը ինչ վիճակ է, ոնց կարամ մամային ու պապային թողեմ ու գնամ Հայաստան։ Կհասկանամ քեզի։ Դե երբ անգամ կտեսնվենք։ Հեսա կիմանաս ինչ այլ է։ Ով ես դու вообще։ Գիժես մարսպետել ձեռներ քաշի նորմալ բան ասա, բանը հասկանանք։ Դու բելային խափում ես, դավաճանում ես, հա։ Դե ջիջիրի հովանավորներն են։ Նա միշտ նոր փուճաշակով է։ Նրա տեսքը տալիս է ինձ վստահություն։ Երբ նա շփում է, գիտեմ։ Ինձ մոտ ամեն ինչ կստացվի։ Այո, նրա գեղեցկությունը ուժ է։ Շնորհակալություն Beauty Fabric-ին կնոջս գեղեցկությունն ընդգծելու համար։ Beauty Fabric։ Art modern design-ին դատի եմ տալու։ Ես ինչ կահույք եք պատրաստել։ Ես ձեզ սրա համար չեմ ներելու։ Ինչ ա եղել։ Ինչ պիտի լինի։ Կինը սիրարվել է ձեր պատրաստած խոհանոցի կահույքի վրա եւ ամբողջ օրը խոհանոցից դուրս չի գալիս։ Art modern design։ Այո, մեր սարքած կահույքին սիրահարվում են։ Կարինա, սուտեմ քեզ։ Ես էլ։ Ինձ։ Չէ, Կարինաս։ Կարինաս Բեքերի ամենահամովանունը երբևէ։ Էլ սեր չկա։ Սև այկել սիրուտ գլխին։ Ինչ եղավ այդ երեխեն, ինչի համար։ Ախավ, կորավ, ինչ արեց։ Կյանքում չէի մտածի, որ սենց ստորություն կարան։ Ռուջ, խի չէիր ասել, մարսպետ, խի։ Դե ջիջիլ։